Ես կխնդրեի Արփինե ջան, խնդրում եմ այդ Նիկոլ Փաշինյանի հերթական խայտառակ ստորացուցիչ հայտարարության մասին լսենք եւ պետությունը, որի հիմնական խնդիրն է համաձայն Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության սոցիալական պետությունը, հիմնական խնդիրն է, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական ապահովման մասին մտածի, հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության ՔՊ-ական պետությունը եւ իշխանությունը գոյություն ունի հանուն սեփական շահի, սեփական թալանի եւ սեփական հարստացման։ Եվ Նիկոլը այս արտահայտությամբ ցույց տվեց, որ իրականում նա ուղղակի 21000 պետ ծառայողներից պետական ծառայության մեջ գտնվողներից բացի այն 3 միլիոնի համար պատասխան չի տալիս եւ այդ 3 միլիոն հայ ժողովրդի 3 միլիոն ներկայացուցիչները ամբողջովին գտնվում են բախտի քմահաճույքին։ Խնդրեմ, լսենք ու շարունակենք։ Այսինքն մարդը ուսուցիչը իր աղքատության պատասխանատուն ուսուցիչն է, որովհետև ինքը ուսուցիչ է, ՔՊ-ական չէ, պաշտոնյա չէ, գյուղացին իր աղքատության պատասխանատուն գյուղացին է, որովհետև նա ՔՊ-ական չէ, իշխանավոր չէ, թոշակառուն աղքատ է, որովհետև պատասխանատուն ինքն է, ՔՊ-ական չէ, Նիկոլապաշտ սրիկա չէ, եւ այսպես կարելի է ասել, վարորդները աղքատ են, տաքսիստները աղքատ են, որովհետև իրենք ՔՊ-ական չեն։ Դուք պատկերացրեք, եւ դա ասում է մարդ, ով 1 տարվա կենսաթոշակների չափ 8 տարում պարգևավճար է բաժանել ՔՊ-ականներին, սիրելի ժողովուրդ։ Այդ աղքատության մեջ քեզ մեղադրող թուրքական ապրանք դավաճան կապիտուլյանտ Նիկոլը 2018-ից 25 թվականի վերջ մինչև 500 միլիարդից ավել փող է բաժանել պարգևավճարի համար։ Նայեցեք, նա գտնում է, որ Հայաստանի Հանրապետության բյուջեն 50 միլիարդ դրամ չունի, որպեսզի 10,000 դրամով բարձրացնի թոշակառուների փողը։ Իսկ ինքը 500 միլիարդ դրամ, մոտորապես 1.5 միլիարդ դոլար բաժանել է ՔՊ-ականներին որպես պարգևավճար։ Դուք ճիշտ հասկացեք, թե դա ինչ սարսափելի թիվ է։ Եվ այդ մարդը համարձակվում է աղքատության մեջ մեղադրել ժողովրդին, այն դեպքում, որ իշխանությունները կոչված են ստեղծելու տնտեսական բոլոր պայմանները, սոցիալական, իրավական բոլոր պայմանները, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել եւ բարեկեցիկ արժանապատիվ կյանք ունենալ։ Դուք հասկանում եք ինչ ցինիկ, լկտի, անպատկար հայտարարություն է կատարում Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, որ պետությունից վազն անցեք, աղքատ եք, որովհետև աղքատ եք, մենք ձեզ ոչինչ չենք կարա տանք։ Հասկանում եք։ Այսինքն ոչ թե լավ աշխատանքի համար են պարգևավճար տալիս, այլ Նիկոլի աթոռը պահելու եւ Նիկոլի հրամանները, անօրինական թե օրինական հրամանները անշեղորեն արագ կատարելու համար։ Եվ ամենասարսափելին այն է, որ դեռևս համարձակվում են թոշակառուներին մեղադրել, որ թոշակը չի բարձրացվում, որովհետև դուք անխելք եք, չեք կարող կատարել, ասում է 20,000 բարձրացնենք, 27,000-ի գազը վառելու չենք տալիս։ Բժշկական ապահովագրության անվան տակ քերթում են պետական բյուջեն եւ քաղաքացիների գրպանը, կազմակերպությունների գրպանը, հաստատությունների գրպանը քերթում են եւ դա Դանայան Նիկոլական թալանի Դանայան տակառին է ավելանում։ Վերջերս ես ծանոթացա ազգային ժողովի պատգամավոր պարոն Թունյանի, թեկուզ ինքը ՔՊ-ական է, բայց պարոն Թունյանը լինելով գիտնական, նա փայլուն թվեր ներկայացրեց եւ բացահայտեց Նիկոլի իշխանության թոշակների հարցում կատարող եւ մարդկանց սոցիալական ապահովման հարցում կատարող ողջ
հանցագործ սխեման։ Տեսեք, ես բերում եմ պարոն Թունյանի տվյալներ, ասում եմ, մեր պետական բյուջեը 650 միլիարդ դրամ է հատկացված թոշակները ապահովելու համար։ Պատկերացնում եք, 610,000 թոշակառուի համար 650 միլիարդ դրամ է հատկացված։ Յուրաքանչյուր թոշակառու տարեկան ստանում է միջին, եթե միջինայցնում ենք, այդ 36,000-ից մինչև 1 միլիոնից ավել եւ դատավորներ, դատախազներ, 500-600,000 քննիչներ եւ այլն որ ստանում են, միջինացված են քանում։ Այսինքն յուրաքանչյուր թոշակառու 1,65,000 դրամ տարեկան փող է ստանում։ Դա յուրաքանչյուր թոշակառու ամսական ստանում է 88,797 դրամ։ Այսինքն միջինը թոշակառուն ստանում է 88,797 դրամ եւ շարունակում է 21,000 պետական պաշտոնյաների համար պետական բյուջեից հատկացված է 130 միլիարդ դրամ։ Ուշադիր լսեք, 610,000-ի համար 650 միլիարդ դրամ, 21,000 եւ անմեղ տեսքով ասում եք, գիտեք ինչ կամ, տեսեք 3-4 անգամ ավելի քիչ փող է հատկացված, մոտավորապես 5 անգամ ավելի քիչ փող է հատկացված պետական պաշտոնյաների վրա, բայց հիմա եկեք բաժանենք, 130 միլիարդ դրամը 21,000 պետական պաշտոնյաների համար, մեկ պետական պաշտոնյան տարեկան ստանում է 6,190,000 դրամ, ամսական 515,873 դրամ։ Այսինքն 5 անգամ ավել, 6 անգամ ավել է ստանում, քան թոշակառուի միջին թոշակն է կազմում Հայաստանի Հանրապետությունում։ Այդ դեպքում երբ կան 120,000, 130,000, 180,000 ստացողներ եւ 1,5 միլիոն ստացող պետական պաշտոնյան, օրինակ Նիկոլ Փաշինյանը 1,5 միլիոն է ստանում, չհաշված 17 միլիոն պարգևավճարը։ Եվ պարոն Թունյանը հանճարեղորեն ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանը խաբում է, ստրկացնում է, ստորացնում է թոշակառուներին։ Երկրորդը, պարոն Թունյանը հանճարեղորեն բացահայտեց, որ հետվճարների համակարգի համար պետական բյուջեով հատկացված է 20 միլիարդ դրամ։ Այսինքն հայտարարում են, չէ, որ 10%-ով 10,000 դրամով ձեր թոշակը ավելացել է, քաղաքացիներ։ Եթե 10,000 դրամով մեր թոշակները ավելացած լիներ, ապա պետք է հետվճարների համար տրամադրված լիներ 61 միլիարդ դրամ։ Մինչդեռ 3 անգամ ավելի շատ է, ավելի քիչ է հատկացվել։ Որն է այդ հաշվարկը։ Ասեմ որն է։ Հայաստանի Հանրապետության 380,000 թոշակառուներ ստանում են 50,000-ից պակաս 36,000 թոշակ։ 400,000 թոշակառուներ ստանում են 50,000-ից պակաս։ Այսինքն այդ 400,000 թոշակառուները չեն կարող օգտվել հետվճարային համակարգից, սիրելի քաղաքացիներ։ Եվ թոշակի բարձրացման այդ փուչիկը, այդ մանիպուլյացիան եւ նիկոլական սուտը բացահայտվում է պետբյուջեի հատկացմամբ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության թոշակառուների թոշակը լավագույն դեպքում բարձրացել է 3,000 դրամով։ Դուք պատկերացնում եք ինչպիսի սուտ են ասում։ 3,000 դրամով։ 40% գնաճի դեպքում, ընդհանուր գնաճի դեպքում 16,000-ից 36,000 դրամ բարձրացնելով թոշակը, զամբյուղ 89,000 դրամ թանկանալու դեպքում 36,000 թոշակի գնողականությունը ավելի ցածր է, քան երբ մենք ստանում ենք 16,000 թոշակ, նվազագույն թոշակ։ Նիկոլ ուղղակի բոլոր ասպեկտներով թոշակառուներին ստորացնում է, թալանում է, խաբում է եւ պարոն Թունյանից ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս տվյալները հրապարակելու համար, որովհետեւ այդ տվյալները խելացի մարդկանց մոտ բացահայտում են այն ողջ
իշխանական քարոզչամեքենայի ստորությունը, սուտը, խապկանքն ու մանիպուլյացիան։ Նորից եմ ասում, սիրելի քաղաքացիներ, 21,000 պետական պաշտոնյաները միջին ամսական աշխատավարձը 515,000 է համաձայն 133 միլիարդ դրամ պետական բյուջեի հատկացումից։ Իսկ մեկ թոշակառուի միջին աշխատավարձ, ես նորից եմ ասում 36-ից մինչև միլիոնավոր թոշակներ, որոնք մարդիկ ստանում են, համաձայն օրենքի, կազմում է 88,000։ Դե հիմա 515,000 ստացող պետական պաշտոնյան և 88,000 ստացող, 36,000 ստացող մեր թոշակառու։ Դե համատեք։ Եվ ով է մեղավոր այդ աղքատության համար, իհարկե, իշխանությունը։ Նիկոլ Փաշինյան, աղքատները դա իշխանության հայելային արտացոլումներն են։ Եվ եթե քո օրոք ծայրահեղ աղքատությունը 100%-ով ապվելացել դարձել է 32%, իսկ աղքատությունը 17%-ից դարձել է 22-23%, դա քո անփառնակ ազգակործան խայտառակ քաղաքականության հետևանք է։ Եվ պարոնեք, սիրելի հայ ժողովուրդ, մի անգամ ես ելույթ եմ ունեցել, որտեղ ներկայացրել եմ, թե Նիկոլը ինչպես է կուտակային կենսաթոշակային ֆոնդը թալանվում։ Նիկոլի օրոք։ Ուր են գնացել այդ փողերը, այդ դատախազ, որ մոտավորապես 2 միլիոն դրամ պարգևավճար է ստանում եպիսկոպոսներին և անմեղ հայրենասեր մարդկանց կալանավորելու դատելու համար, ես քեզ եմ դիմում, թեկուզ դու արժանապատվություն չունես, որպես մասնագետ, բայց քեզ եմ դիմում։ Կենսաթոշակային ֆոնդից 1 միլիարդ 700 միլիոն դոլար է գողացվել, անհայտացել։ Ինչ եք մտածում այդ մասին։ Ես բերեմ պետական տվյալները, որպեսզի որևէ մեկը ինչ չկասկածի, ես երբ թոշակային ֆոնդի միլիարդավոր դոլարների մասին խոսել եմ, բոլորը, ովքեր փողոցում ասում են, հարցում են, պարոն Հովհաննիսյան, նորից բերեք այդ տվյալները ավելի մանրամասն, ավելի բացահայտված, ոչ լողոզված, որպեսզի մենք հասկանանք։ Բերում եմ 2024 թվականի վերջին Հայաստանի Հանրապետությունում 1 տրիլիոն 220 միլիարդ դրամ էր կենսաթոշակային ֆոնդը, կուտակային ֆոնդը, երկու օպերատորների հսկողության տակ։ Ես բերում եմ հեռուստատեսությունից, իշխանական հեռուստատեսությունից բերված փաստը։ 2025 թվականի վերջին Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդը կազմել է 1 տրիլիոն 430 միլիարդ դրամ։ Դա պետական պաշտոնական տվյալներն են։ Վերցնում ենք կուտակային կենսաթոշականի մասին օրենքը, կենսաթոշակների մասին օրենքը, եւ տեսնում ենք, որ այնտեղ 10% եւ պետության եւ քաղաքացիների կողմից ամսական մուծում է կատարվում այդ կենսաթոշակային ֆոնդ։ Ես վերցրել եմ 2014-ից 2018 թվականը, երբ միջին աշխատավարձ 250,000 էր, եւ բազմապատկել եմ 600,000 աշխատատեղերի հետ։ Եվ կազմել է 2014-18 թվական կենսաթոշակային ֆոնդը տեղափոխվել 360 միլիարդ դրամ։ 2018-2020 թվականներին կենսաթոշակային ֆոնդը տեղափոխվել 450 միլիարդ 600 միլիոն դրամ։ 2020-2023 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսաթոշակային ֆոնդ են տեղափոխել 705 միլիարդ 600 միլիոն դրամ։ 2023-2025 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է միջին աշխատավարձը 290,000 է, 800,000 աշխատատեղեր ունենք, 556 միլիարդ 800 միլիոն դրամ է տեղափոխվել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդ։ Այսպիսով 2014-ից 2025 թվականն ներառյալ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդը փոխանցվել է 2 տրիլիոն 73 միլիարդ դրամ։ Ուշադիր լսեք, 2 տրիլիոն 73 միլիարդ դրամ։ Եվ երբ
Պաշտոնապես հայտարարում են, որ 1 տրիլիոն 430 միլիարդ դրամ է հավաքված կենսաթոշակային ֆոնդը, ես հարցնում եմ ուղղակի Նիկոլ Փաշինյան, գլխավոր դատախազ, ֆինանսների նախարար, ուր է 643 միլիարդ դրամը կենսաթոշակային ֆոնդի։ Դրան գումարած շահութաբերությունը, քանի որ կենսաթոշակային այդ ֆոնդը օպերատորները շահութ հետապնդող կազմակերպություններ են եւ իրենք հայտարարում են, որ 103% շահութաբերություն են ապահովում, այսինքն 3% ամեն տարի շահութաբերություն են ապահովում, ապա 43 միլիարդ էլ այդտեղ պետք է հավաքվեր եւ պետք է լիներ 686 միլիարդ դրամ։ 686 միլիարդ դրամը 1 միլիարդ 700 միլիոն դոլար է կազմում, մոտավորապես եմ ասում։ Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության պարգևաճառներ ստացող, անմեղ մարդկանց կալանավորող եւ դատող դատախազ։ Առերևույթ այս հանցագործության համար ով է պատասխան տալու։ Սիրելի հայ ժողովուրդ, 1 միլիարդ 700 միլիոն դոլարը 74 թվականից հետո ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, բոլոր քաղաքացիների ամենամսյա մուծումներն են, որոնք լափել են այս իշխանությունները։ Ինչու՞ չեք աուդիտ անցկացնում, ուր են գնում այդ փողերը։ Ուր է, հիմա ասում եք չենք կարող բարձրացնել, պարոն Թունյան, դուք ասում եք չենք կարող բարձրացնել, որովհետև 900 միլիարդ սոցիալական հարցերի լուծելու համար մենք փող ենք հատկացնում, որից 650 միլիարդը թոշակների համար չենք կարող միացնել։ Ես ձեզ բերում եմ 686 միլիարդ դրամի տեղը, ուր է կորել այդ փողերը։ Ուր են այդ փողերը։ Եվ ամենասարսափելին գիտեք որն է։ Հայաստանի Հանրապետությունում կան 26-ից 30 հազար ուսուցիչներ, ես այդ թիվը 26,000 եմ վերջերս հայտարարել, 36-ից իջել է 8-9 հազարով իջել է, որովհետև 233 դպրոցներ այս իշխանությունները փակել են։ Գնում են դպրոցը ներկում են եւ ցույց են տալիս դա որպես իբր թե կատարված գործ։ Ջարդվող կրանտներով, չեկող ծորակներով, մի տարի հետո արդեն բորբոստած սպորտ դահլիճներով այդ ցուցադրական տնակները։ Հիմա ասեմ, Հայաստանի Հանրապետության ուսուցիչների համար 36,000 ուսուցչի համար տրամադրված է 25 միլիարդ դրամ։ 21,000 պետպաշտոնյային տրամադրված է 130 միլիարդ։ Մոտավորապես 30,000 ուսուցիչներին տրամադրված է 30 միլիարդ։ 25-ից 30 միլիարդ։ Թիվը չգիտես ինչու այդ թվերը հիմա էլ չես կարողանում հանել, չեն բերում, փակում են։ Ինտերնետը փակվում է, կախում է ինտերնետը, չես կարողանում բերել, բայց մոտավորապես եմ ասում։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոնյան 4 անգամ ավելի է գնահատվում, քան մանկավարժը։ Նիկոլի օրոք։ Միջդեռ նախկինում 1 ու 2 անգամ էր ավել գնահատվում պետական պաշտոնյան։ Հասկանում եք։ Այսինքն տարբերությունը ուսուցչի եւ պետական պաշտոնյայի աշխատավարձների այդքան մեծ չէր։ Պարգևաճառները չեմ հարցում։ Եվ եթե թոշակառու ուսուցիչ, օրվա հաց վաստակող մարդ, տեխնիկական աշխատող բուժքույր, բժիշկ, ինժեներ, բանվոր, եթե դու գտնում ես, որ Նիկոլ Փաշինյանը 500 միլիարդ դրամ պարգևավճար պետք է լափի իր քպայական ապրանքների հետ, թուրքական ապրանքների հետ, իսկ դու պետք է աղքատ լինես եւ ծաղրի ենթարկվես Նիկոլի կողմից, Նիկոլը ճիշտ է ասել, մեզ ընտրել եք, մենք այդպես ենք անում։ Ուրեմն նորից ընտրեք Նիկոլին, որպեսզի քո աղքատությունը լինի հավերժ։
Շարունակեմ։ Ինձ համար զզվելի էր տեսնել, թե ինչպես են պղծում Սուրբ Ելաբրուրը բանակի օրվա կապակցությամբ։ Նիկոլը Պաշտպանության նախարարությունում ուղղակի սուտ, բացահայտ սուտ հայտարարություններ արեց։ Ասաց 19 տարեկան տղաները 500-600 հազար փող են տանում իրենց տուն, ստում ես։ Ստում ես։ Բանակի 15%-ն է ատեստավորվել։ Սպայակազմի 16%, զինծառայողների 16%-ը։ Հիմա այս տարի արդեն 20% է դարձել, չգիտես ինչու այդ տարեվերջին 25 թվականի վերջին 20% դարձեցին այդ թիվը, որոնք ստանում են 400 եւ ավել։ Մարտական հերթապահությունում ծառայող տղաները ստանում են 180,000 դրամ։ 180,000 դրամ։ 19 տարեկան զինվորը, որը 5 տարի պայմանագիր է կնքում Պաշտպանության նախարարության հետ, պարտադիր ժամկետային զինծառայությունը պայմանագրայինի վերածելով, նա ստանում է 300,000, ոչ 500-600,000։ Ինքն էլ եթե մարտական դիրքերում է լինում, պայմանագրի համաձայն։ Նիկոլ, ինչ ես ստում։ Ինչու ես ստում։ Ես նույնիսկ եմ ուզում բերել թվերը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը 47,000 են։ Պաշտպանության նախարարությունը 36-37,000 է։ Ադրբեջանի զինված ուժերը 125,000 է։ Պաշտպանության նախարարությունը 95,000 է։ Դուք պատկերացնում եք դա Ադրբեջանը 15-ից 20% բարձրացնում է, նայեցեք 44%-ով բարձրացնում է 2026 թվականի պաշտպանական ծախսերը, պաշտպանական բյուջեն։ Հայաստանի Հանրապետությունը 15-20%-ով կրճատում է պաշտպանական բյուջեն։ Ալիևը հայտարարում է, որ մենք ոչ մի միլիմետր չենք նահանջելու մեր գրաված ստրատեգիական դիրքերից, եւ եթե Հայաստանի Հանրապետության ցանկացած կետ սպառնալիք լինի Ադրբեջանի համար, մենք հարվածելու ենք, ոչնչացնելու ենք։ Հայաստանի Հանրապետությունը մեկ նիկոլական շիզոֆրենիայի, պարանոիդ շիզոֆրենիայի եւ անմեղսրանության վրա հիմնված մեկ բառ է ասվում՝ խաղաղություն։ Թե այդ խաղաղությունը ով պետք է ապահովի, եթե դու բանակ չունես։ Փաստը։ Ես խոսեցի մի քանի օքի հետ, ովքեր այդ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը մասնակցել են։ Սպաները խոր զզվանք են ապրել։ Բարապես նստել են, որպեսզի պաշտոնից չզրկվեն, թեկուզ այդ սպաներին ես այլևս չեմ հարգում։ Բարեփոխումները միայն նա է, որ պայմանագիր կկնքեն բնակարան ստանալու համար։ Մի այդ բարեփոխումն է եւ աղջիկները կարող են ծառայել բանակում։ Միակ բարեփոխումը դա է Հայաստանի Հանրապետությունում։ Զենք զինամթերք ես առել, ստում ես։ Նախկին իշխանությունների օրոք միայն ես չեմ հաշվում 1998 թվականից հետո 1998-ից մինչև 2018 թվականը Հայաստանի Հանրապետությունում 15 միլիարդի զենք զինամթերք է գնվել։ Պաշտպանական բյուջեից դուրս 15 միլիարդի։ Պաշտպանական բյուջեն հանած։ Դա ինչ փողեր են եղել, ես չեմ կարող ասել։ Եվ դա պետական գաղտնիք են, համապատասխան մարդիկ կարող են ասել։ Սակայն վերլուծությունները եւ մասնագետների այդ զրույցները բերում են նրան, որ Հայաստանի Հանրապետությունը 10-ից 15 միլիարդ դոլարի զենք է գնել։ Միայն Լեռնային Ղարաբաղում Նիկոլ Փաշինյանը 12 միլիարդի զենք է տվել ադրբեջանցիներին։ Եվ Իլհամ Ալիևը փաստեց այդ մասին։ Եվ հռետորական հարց տվեց Իլհամ Ալիևը, եթե աղքատ երկրին որտեղից այդքան փող, որ այդքան զենք զինամթերք են ունեցել։ Նիկոլ Փաշինյան, մենք 450 տանկ ենք ունեցել, ինչու է 109 տանկ մնացել։ Ուր են մնացածը։ Ադրբեջանը 860 տանկ ունի։ Մենք 100 գրադ ունենք, Ադրբեջանը 275։ Մինչդեռ այդ հավասարակշռությունում կար ինչ զենք ես գնել, ժամանակակից զենք ես, դուք ստում եք։
պետական բյուջեն, վարկային ռեսուրսներ ամբողջովին փոշիացրել եք։ Եվ եթե ձեր գնաց զենքերի մեջ $100 միլիոն եւ 4 սուերն են, որոնք հրթիռ չունեն, դրանք էլ են մտնում։ Այն կատարից բերած ասաներն են, որոնք ժանգոտած են եւ որպես մետաղի ջարդուներ հիմա չեն ծառայում։ Եթե դայի նկատի ունեք 71 թվականի արտադրված հրետանին նկատի ունեք Հնդկաստանից բերած, որ Հնդկաստանը այսօր այդ հրետանին էլ չի օգտագործում, այն համարում է ժամկետանց հրետանի։ Եթե դայի նկատի ունեք, դա մեր ժողովրդի կործանումն է։ Նիկոլ, քո էժանագին մանիպուլատիվ ամփոխահաճությամբ դու կործանեցիր այս երկիրը։ Հպարտանում եք, որ 6 ամսով կրճատել եք բանակը, 24 ամսվա ընթացքում փոխային 18 ամիս ես կրճատել, բանակը 10,000-ով դու կրճատում ես։ 10,000-ով։ Ինչու, ում համար ես կրճատում։ Մեզ բարտունակ բանակ պետք չէ։ Մենք խաղաղության ենք գնում, Ադրբեջանը այդպես չի մտածում։ Ստում ես, Նիկոլ։ Եվ երբ որոշակի անբարոյական, անփոխահաճ ոչնչություններ հայտարարում են, որ բանակում սով է եղել, ես 1991 թվականից հայոց բանակում եմ, 92 թվականից հայոց բանակի սպա եմ, ես սոված զինվոր չեմ տեսել, անտրուսիկ աննասկի զինվոր չեմ տեսել, ամենավատը բանակի ապահովումը ես մասնակցել եմ 92-ից 94 թվականի բոլոր մարտական գործողություններում, մասնակցել եմ 16 թվականի ապրիլյան այդ մարտական գործողություններին, 20 թվականին ամենաապահովումը սնդով ամենավատը եղել է 20 թվականին, երբ Նիկոլի հայաջիջ քաղաքականության հետևանքով գումարտակային թիկունքային ծառայությունները վերացան, խոհանոցները վերացան, պայմանագրով տրվեցին ինչ-որ մարդկանց եւ նրանք հացը կանսերվաները բերում են լցնում էին միտեղ ու փախչում էին։ Մարդիկ պետք է այդ պատերազմի հերետակոծության տակ պետք է գնային, կրակի տակ թուրքի գնային, այդ բաները գիշերով տանեին, որպեսզի ուտեին սոված չմնային։ Սա էր քո արածը, Նիկոլ։ Եվ եթե ինչ-որ մեկը հաճում է, վնգստում է բանակը սոված լինելու մասին, նա ընդամենը պոռնիկ է կամ պոռնկաբարո գործիչ։ Եվ ես ուզում եմ անդրադառնալ հետևյալին։ Չեն ավարտվի, ես ուզում եմ մի քանի բաներ ասել, հետո որից հետո պատասխանեմ ձեր հարցերին։ Երեք ես կարդում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպի հաշվետվությունը, Վաշինգտոնի գիտահետազոտական ինստիտուտներից մեկի պետդեպին, որտեղ Ամերիկայի պետդեպը, երբ ասում են Ամերիկայի Միացյալ Նահանգները կգաստեղ ներդրումներ կանի եւ այլ, ասեմ ձեզ, որ Հայաստանի Հանրապետության ներդրումային ֆոնդը, օտարկյա ներդրումային ֆոնդը $890 միլիոն իջել է $140 միլիոն։ Հունիսին Հայաստանի Հանրապետության ներդրումները կազմել են $140 միլիոն, իսկ դեկտեմբերին $240 միլիոն, այսինքն 3 անգամ կրճատվել է ներդրումները Հայաստանի Հանրապետությունում, ինչու, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության կոռուպցիոն խոչընդոտ է, համակարգված կոռուպցիա է եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ղեկավարում են կոռուպցիոն համակարգը։ Եվ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, ես պարզապես ուզում եմ հարց տալ, պարոն Փաշինյան։ Բացահայտվեցին
կորոնավիրուսի համար Հայաստանի Հանրապետության ներկրված 800 միլիոն դոլարի օգնությունների արդյունավետ կամ ոչ արդյունավետ օգտագործումը, ոչ, այդ 800 միլիոն դոլարը պլյուս թեստավորման համար միլիարդավոր դրամները ում գրպանը գնացին, դա կոռուպցիա չէ, ես ուզում եմ մի ուրիշ հարց տալ, ինչու է անհետացել 1 տոննա բարձրարժեք նարկոտիկը, որը բացահայտվեց արկղերում, բանանի արկղերում, ոչ թե դուք բացահայտեցիք, այլ մարդիկ վախեցան ինֆորմացիան թաքցնել եւ հայտնեցին համապատասխան մարմիններ, ինչ եղավ այդ նարկոտիկը, ասում են, որ մեծ Նայրի Հոխիկյան մի հոդված էր գրել, որի համար հիմա դատի են տալիս իրեն, քաղաքայց են ներկայացրել, բայց Նայրի Հոխիկյանը ուղղակի հասցեներ նշեց։ Եվ այդ հասցեներից ես համաձայն եմ։ Ինչ եղավ այդ նարկոտիկը, ինչու մասսայաբար հանձնաժողով չստեղծվեց եւ չոչնչացվեց։ Ուր է այդ նարկոտիկը։ Այդ ինչպես է պատահ, որ բոլոր քպայականները նարկոտիկ են օգտագործում։ Կարող է 1 տոննան պայմանայիք դրել 1 տարում յուրացնել եւ բոլոր քպայականներին նարկոշներ սարքեցիք։ Կարող է դա էր։ Եվ երբ անբարոյականություն եք ունենում, կանգնում եք, հայտարարում եք, որ Հայաստանի Հանրապետությունում ոնց եք հայտարարում, բանակաշինությունը լայն ծավալ է ստացել, ես ուզում եմ Վաշինգտոնի պատերազմի եւ ստратեգիական զարգացման վերլուծությունների ինստիտուտի վերլուծությունը կատարեն, որ 2025 թվականին Հայաստանի Հանրապետությունը ամբողջովին ենթարկվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքական, տնտեսական եւ ռազմական թելադրանքին, կորցրել է անկախությունը սեփական երկրի հանդեպ վստահությունը։ Դա ամերիկացիների կատարած վերլուծությունն է։ Ինչ կասեք, հոխորտացող նիկոլականներ, սեփական անխելքությամբ քյասիպներ, 10,000 դրամ ի վիճակի չեք դուք ծախսելու, Նիկոլն է հայտարարել։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, որ ամեն քայլափոխում Նիկոլն եւ իր շրջապատը խափում են մարդկանց։ Տեսեք հայտարարեցին, չէ՞ որ եւ գնաք հայտարարագիր ներկայացնեք, 710,000 մարդ հայտարարագիր պետք է ներկայացնի եւ յուրաքանչյուր 100,000 դրամ հետ եք ստանալու, սոցիալական աջակցություն որպես գումար հետ եք ստանալու։ Կրթաթոշակ, թոշակներ եւ այլը հետ եք ստանալու, չէ՞։ Հայաստանի Հանրապետության այդ ստի պատճառով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կորցրել են 7.5 միլիարդ դրամ։ Ոչ մեկին չեն վերադարձրել հայտարարագրից հետո այդ եկամտի այդ մասը։ Բացի դրանից, նոր օրենքով Հայաստանի Հանրապետության կրթաթոշակը եւ թոշակները համարվում են եկամուտ եւ պետք է հարկվեն։ Հասկանում եք։ Սոցիալական քաղաքականությունից են խոսում, միայն 2018 թվականից մինչև այսօր Հայաստանի Հանրապետությունում սոցիալական աջակցություն ստացող ընտանիքների թիվը 60%-ով կրճատվել է։ Եվ միայն Արսեն Թորոսյանը 2025 թվականին 1003 ընտանիքի սոցիալական անապահովության ծրագրից հանել է, որպեսզի նրանք չստանան պետական օգնություն։ Ահա Նիկոլ Փաշինյանի սոցիալական քաղաքականություն, իսկ վերաբերվում է գալիք ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կարող են ընտրությունների ժամանակ մարդկանց տանել իրենց հետևից, բոլորի նկատմամբ քրեական գործեր են հարուցում։ Բոլորի առանց բացառության։
Այսօր մինակ Գյումրից 50 քաղաքացիական անձանց նկատմամբ քրեական գործ է արվել, ովքեր ընտրություններին ակտիվորեն պայքարել են ԿՊ-ի դեմ եւ հասել են Վարդան Ղուկասյանի ընտրությանը։ Էջմիածնուց 8 հոգու նկատմամբ քրեական գործ է հարուցվել Շինծու, եպիսկոպոսների նկատմամբ քրեական գործ է հարուցվել եւ գիտեք ինչ, պատմության ընթացքում 301 թվականից մինչեւ այսօր Հայաստանի Հանրապետության եպիսկոպոսների եւ հայոց եկեղեցու դեմ 2 քրեական գործ է հարուցվել։ Մեկը 451 թվականին Տիզբոնում Հասկերտի կողմից կատարված դատավարությունն էր, որը Ղևոնդ Երեցին եւ մնացածներին հանուն հայրենիքի, հանուն հավատի կռվելու համար ուղարկեցին Քուշանած երկիր աքսորի եւ Նիկոլ Փաշինյանի օրոք է, երբ եպիսկոպոսներին կալանավորում են Շինծու պատրվակներով, հասկանում եք, երբ մենք ասում ենք սև, կարող է օրինակամար քննիչն ասել, որ ասել եք սև, ի նկատի եք ունեցել, որ սև եք բերելու Նիկոլի գլխին, ուստի սահմանադրական կարգի տապալում եք կոչ եք արել։ Սա Հայաստանի Հանրապետության քննչականի ոճն է, բայց ես մի բան ասեմ։ Վերջին 8 տարվա ընթացքում այն քննիչները, դատավորները, դատախազները, ովքեր ծառայել են Նիկոլ Փաշինյանին, նրանք բոլորը ոչնչացվել են։ Կորցրել են իրենց մարդկային կերպարը, հասարակական հարգանքը եւ որպես փալաս օգտագործված դեն են նետվել համակարգից։ Նիկոլ Փաշինյանը ոչնչի առաջ կանգ չի առնում։ Եվ ինչպես ինքը Հայկ Սարգսյանի նկատմամբ իրավական գործընթացներ են սկսել։ Ինչու՞, որովհետև ինքը համաձայն չի եղել Նիկոլի քաղաքականության հետ, որ բարձրապես համաձայն չի եղել։ Եվ դա առիթ է, որպես իրեն մինչև վերջ ոչնչացնեն։ Բայց հետաքրքիր է, կհանեն Նիկոլ Փաշինյանը այդ Սարգսյանի հոր կատարածները ՀՀՇ-ի ժամանակ, թե չեն հանի։ Իհարկե հանելու են, եւ բոլորիդ է դա սպասվում։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը 3 հարցազրույցի ժամանակ հանճարեղ բան ասաց, գիտեք ինչ կա։ Դուք ինձ ընտրել եք, մեզ ընտրել եք։ Մենք այսպիսի քաղաքականություն ենք վարում։ Հետո ինչ որ Արարատը մերժում ենք, մեր պետությունը մերժում ենք, անկախություն բանակ մերժում ենք։ Դուք եք ընտրել, պատասխանատու դուք եք։ Եվ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ, չէ, երկրորդ անգամ ասաց ժողովուրդ, եթե դու այդպիսինն ես, իզնից ուրիշ բան մի պահանջի։ Արարատի մասով տեսեք, երեք կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասում է Արարատ թե Արագած, դա պետության թե չպետության մասին հարց է։ Հայաստանում կա Արարատ եւ դա Արարատ խոշորացված համայնքն է եւ Արարատի մարզը։ Արարատ սար Հայաստանում չկա։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Գիտես, ես ուզում եմ Ստալինի բառերով ասել, եւ հայկական ռադիոյի ասածն է, բայց ասեմ, որ ժողովուրդ ավելի հասկանա։ Երբ Ստալինին ասում են, թուրքերը բողոքում են, ասում են, ինչու է Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության գերբին Արարատ լեռը նշած, այն հայկական չէ, Ստալինն ասում է, ձեր գերբի վրա լուսինն է, դրոշի վրա լուսինը ձերն է։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանը, եթե մի փոքր գրագիտություն ունենա, ես խորհուրդ կտամ այդ անմեղսունակ, պարանոիդ շիզոֆրենիկ դավաճանին կարդալ Թարխան Հակոբյանի Հայաստանի պատմական աշխարհագրություն գիրքը։ Ես կուզեմ կարդա Մովսես Խորենացի, հասկանում ես, Եղիշե կարդա, Կորյուն կարդա, Մասիսի Լանջին Ակորի գյուղի պատմությունը կարդա, Ակորի եկեղեցու մասին կարդա, որը մինչև Էջմիածին առաջին եկեղեցիներից մեկն է Հայաստանի Հանրապետությունում համարվում։ Բայց քանի որ դու անգրագետ ես, դու պոպուլիստ ես, ոչինչ չես հասկանում։ Ես քեզ ասեմ, Արարատը դա սիմվոլ է, պատմական հայրենիքի սիմվոլ է։ Դու պատմական հայրենիքը հակադրեցիր պետության հետ։ Մեր պետությունը, պետականությունը եւ մեր պատմական հայրենիքը հակադրված չեն։ Մենք ժառանգորդն ենք 430 1040 կիլոմետր մեծ եւ փոքր հայքերի եւ մեծ ու փոքր հայքերում ապրած, կերտած հայկական ժառանգությունը մեր ժողովրդինն է, քո նմանները շուտով չեն լինելու եւ դու այդ բարերիդ համար մեր սրբությունները պղծելու համար
պատասխան ես տալու, հազարավոր քրեական գործեր են լինելու քո վրա, հազարավոր քո եւ քո շրջապատի վրա։ Իհարկե, հիմա դու չես ընտրում, ուրախանում են, որ պրծան, եւ իրենց թվում է, որ պատմությունը կմոռանա իրենց արածները, չեն մոռանալու։ Վանը մերն է, Նեմրութը մերն է, Կարինը մերն է, Կարսը մերն է, Տիգրանակերտը մերն է, Վանալիճը մերն է։ Հասկանում ես։ Արածանի կամուրջը մերն է, Արածանի ու Տիգրանակերտի ճակատամարտը մերն է, Արցկե քաղաքը, Արցաշկու քաղաքը մերն է, Արամ Արարատյան թագավորը մերն է, Երվանդունիները մերն են, Արտաշեսյանները, Արշակունիները մերն են։ Դու հասկանում ես, քո ասելով Թուրքիան իրավունք չունի կարմիր դրոշ եւ լուսնի աստղի նշան ունենալ։ Որևէ մի թուրքից Նիկոլ դու լսել ես, որ ասի, գիտես ինչ, այդ կարմիր դրոշը մերը չէ։ Դա Կոստանդնուպոլիս քաղաքի դրոշն ու գերբն է։ Լսել ես որևէ մի թուրքից։ Այն թուրքական կայ ցեղի հետ, Օղուս թուրքերի հետ դեռևս կապ չի ունեցել։ Որևէ մեկից թուրքից լսել ես, որ Տրապիզոնը իրենց չէ։ Աթենքի պոլիս է։ Սիսն ու Ադանան իրենցը չեն, հայկական են։ Լսել ես, որ Այա Սոֆիան, Սուրբ Սոֆիայի տաճարը չէ, թուրքից լսել ես նման բան, բայց նա հունական է, քրիստոնեական ուղղափառ։ Դու պարզապես ամեն նման բան ասելուց, դու ասում ես թուրքերին, այն 400 միլիոն դոլար, որ ընտրությունների համար խոստացել եք տվեք, ես ամեն ինչ ավերում եմ, գերխնդիրը ընտրվելն է, այն 17 միլիոնը, որ Եվրախորհրդից վերցրել ես, որպեսզի էլ ավելի կործանես այս երկիրը, դարձնես թուրքական վիլայետ, որպեսզի միայն գազ Թուրքիայով գնա Եվրոպա, դա քեզ չի փրկելու։ Ամեն ինչ սահման ունի։ Արարատը իմն է, եթե քոնը չէ, ազգանունդ փոխիր, թեկուզ դու ամեն ինչ անում ես Ալիևի ու Փաշազադեի ասածներով, Էրդողանի ասածներով։ Ռուբեն Մելիքյանն է գրել. Խայտարակ քրեական գործ վեհափար Հայրապետի եւ Գերագույն հոգեվոր խորհրդի անդամների դեմ։ Այսօր հրապարակվեց, որ քննչական կոմիտեի կողմից հարուցվել է քրեական վարույթ, փաստացի քրեական հետապնդում է հարուցվում վեհափար Հայրապետի եւ հոգեվոր խորհրդի անդամների դեմ։ Եթե ուսումնասիրենք գործը, կտեսնենք, որ ոչ մեծ ծանրության արարքի մասին է խոսքը, մինչև 2 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսված, իսկ առաջին անգամ կատարած լինելու դեպքում 1 այլ հոդվածքով ազատազրկում պատժատեսակ չի կարող կիրառվել։ Այսինքն սա հատուկ ուղերձ է եւ սրա նպատակը վեհափար Հայրապետի եւ Գերագույն հոգեվոր խորհրդի անդամների նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելն է, որ չկարողանան Հայաստանից դուրս գալ, այսինքն սրանով խոչընդոտում են առաքելական եկեղեցու բնականon գործընթացին, փորձում են խոչընդոտել եպիսկոպոսար ժողովի գումարմանը։ Սա խայտարակ գործողությանը կարող ենք սպասել։ Ես չեմ հավատում, որ հայ ժողովուրդը այդ վիրավորանքից հետո իրավունք ունի ապրելու լույս աշխարհի տակ։ Ես չեմ պատկերացնում։ Եվ չեմ պատկերացնում այն քննիչը, որ այդ քրեական գործը կահարուցի։ Թեկուզ ճանաչելով այդ քննչական կոմիտեի այս ներկա ղեկավարին, ասեմ, որ ամեն ինչ հնարավոր է, երբ մարդը գործում է ամեն ինչ հանուն փողի եւ հանուն ծառայելու, հանուն պաշտոնի, նա ամեն ինչ ընդունակ է։ Ես նույնիսկ եմ ասում, ոչ մի երկրում թուրքը, թաթարը, վրացին, Օսմանը, Սելջուկը, Պարսիկը, քուրդը երբեք հայոց եկեղեցու նկատմամբ քրեական գործ չի արել, դատական հայց չի ներկայացրել։ Երբեք։ Դա առաջի դեպքն է։ Նիկոլը ընդհանրապես շատ եզակի է, նա կարողացավ հայրենիքը վաճառել եւ այդ վաճառքը ներկայացնել հայրենիքի փրկության անվան տակ։ Նա կարողացավ 10,000 սպանել եւ նրանց օրոք, ովքեր մի քանի մարդ են մահացել, բանանել, մարդասպան անվանել։ Նա կարողացավ սարերը, ճանապարհները, հայկական ինքնիշխան տարածքներ տալ եւ ասել խաղաղություն։ Նա կարողացավ
եկեղեցին ավերելու հրաման ստանալ Թուրքից ու Ադրբեջանցուց եւ ներկայացնել եկեղեցու փրկություն։ Ինչ ասեմ։ Ես ասելիք չունեմ։ Դա անբարոյականության եւ հայակործանման վերջին արարն է։ Վերջին արարը։ Եվ Նիկոլը ճիշտ է ասում։ Եթե դրանից հետո պետք է իրեն ընտրեն, ապա հայրն ապրելու իրավունքից զրկված է։ Նիկոլն ասեց. դուք եք ընտրել, դուք այնքան ողորմելի եք եղել, որ պարտությունից հետո ինձ ընտրել եք, եւ այդ պարտությունները շարունակական մինչեւ այսօր էր, հիմա էլ ծափ եք տալիս ինձ դիմավորելուց հանուն 20,000, 50,000, որ ձեր գրպանը հանուն պաշտոնի, ձեր գրպանն եմ մտցնում, ուրեմն դուք դրան եք արժանի։ Եվ Նիկոլը մտածում է, ընտրական օրենսգրքի փոփոխության մեջ, երբ ընտրություններին որևէ մեկ անգամ դիտորդը չի կարող նկատողություն անել խախտումների համար, այդ նոր փոփոխությամբ, նրանք մտածում են, որ կլցոնեն, ինչպես Էջմիածնում արեցին, լույսերն անջատեցին եւ լցրեցին հազարավոր բյուլետեններ, կլցնեն այդ բյուլետենները եւ նորից կվերընտրվեն։ Կամ ազգային ժողովում կունենան դիրք եւ այդ դիրքը կօգտագործեն ինքնապաշտպանության համար, բոլորը պատասխան եք տալու։ Ես ունեմ ցուցակ, քննիչ, դատախազ, դատավոր, նիկոլական աղբ, որոնք պատասխան են տալու անձամբ ինձ։ Նեմեսիսի ժամանակը գալու է։ Տեսեք, նաև Ալեն Սիմոնյանը վերջերս տեսանյութ էր հրապարակել եւ խոսում էր նախկինների ժամանակ, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի բանակի օրվա կապակցությամբ ուղերձին էր անդրադարձել եւ այսպիսի մեջբերումներ էր անում, զինվորներին սոված էիք պահում, դուք բանակը ոչնչացրել եք, լկտիությունը չափ ու սահման պիտի ունենա։ Նա խոսել է, որ ինչ կատարվում էր Քոչարյանի կառավարման ժամանակ բանակում եւ Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարարի եղած բանակում, մի խոսքով կարելի է ասել կատարյալ բարդակ։ Խնդրեմ ես մասով ձեր տեսեք։ Գիտեք ինչ կա, այդ կատարյալ ընդհանրապես Ալեն Սիմոնյանին անդրադառնալ ես համարում եմ հասկանում ես փոշփրել մարդկային ստորության ամենացածր աստիճանը, բայց ես ասեմ, այդ բարդակ բանակից Ադրբեջանը դողում էր։ 16 թվականին այդ բարդակ բանակի հետ բախվելուց 4 օր հետո Ալիևը Մոսկվայում զինադատեր էր խնդրում ծնկաչոք։ Իսկ ձեր բերած բանակի գլխին բերածը բերեց մեծ պարտության։ Իսկ ինչ վերաբերում է սոված լինելուն, գիտեք ինչ կա, եթե մարդը էությամբ սոված է, նրան ոչինչ չի փրկի։ Բայց ես 2020-22 թվականներին ծառայել եմ բանակում, ծառայել եմ Կապանի բրիգադի հրամանատարի տեղակալ, բոլորը կուշտ են եղել, երջանիկ են եղել, ոչ թե հիմիկվա նման։ Բոլորը վախեցած են, բոլորը վախեցած են, նույն մայկատրուսիկ նասկիները, ծնողները տանում են, գնացեք զինվորական խանութներ, տեսեք թե ինչ առևտուր են անում ծնողները, որպես իրենց ծառայող երեխաներին ֆորմաներ տանեն եւ դուք կհասկանաք, որ ձեր օրոք փոխվել է միայն մի բան։ Հզոր բանակը, մարտունակ բանակը վերածվել է բարդակի։ Այդ Նիկոլ Փաշինյանի եւ Ալեն Սիմոնյանի օրոք հայոց բանակը վերածվել է իրական բարդակի, անմարտունակ բարդակի։ Եվ իրենք ասում են, մեզ մարտունակ բանակ չի պետք, խաղաղություն է, մեզ մարտունակ բանակ պետք չէ։ Բայց ոչ մեկի նկատմամբ բռնության կոչի որևէ կյանքին սպառնալիքի համար քրեական գործ հարուցված չի, բոլորը սանրական կարգի տապալման կոչերի համար է հարուցված եւ ոչ մի եկեղեցական նկատմամբ Արարատ Միրզոյանը պարզապես էժանագին սուտ է ասել եվրոպացիների ականջների համար։ Նաեւ ասել է ազատության ճշնամիները ճակատները ցանկանում է վերադարձնել մեզ ավտորիտարիզմի հարևանների հետ անվերջ հակամարտությունների եւ թույլ ինքնիշխանության միջավայր։ Փաստորեն ինչ է ստացվում, Արցախում մեր հայրենակիցները հանգիստ ու խաղաղ ապրում էին այն փուփուշ անուշ ադրբեջանցիների հետ, իսկ ազատության ճշնամիները եկան ու այդ շոկոլադե հարաբերությունները փչացրեցին։
գիտեք ինչ կա, նման անմեղսունակ մտքերին պատասխանել ինձ թվում է վիրավորական է։ Թող ժողովուրդը պատասխան տա։ Ժողովուրդը իր ընտրությամբ։ Եվ թե Արարատ Միրզոյանի նմաններին նորից կընտրի, այդ ժողովուրդը արժանի է ոչնչացման։ Ես գալիս եմ այստեղ ելույթ ունենալ միայն նրա համար, որպեսզի ժողովրդին ասեմ ճշմարտությունը։ Եվ ես ասում եմ Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը եւ այսօրվա Քաղաք պայմանագիր կուսակցության բոլոր անդամները հայ ժողովրդի թշնամիներն են, բոլորը, առանց բացառության։